Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ինչպես ասում են, բռնություններից զերծ չմնացին նաև ընտրախախտումներ արձանագրած լրագրողները, որոնք հիմնականում ընդդիմադիր թերթերից են։ Առաջին միջադեպը գրանցվեց 10-30-ի սահմաններում, երբ միանգամից 3 լրագրողներ զետի ենթարկվեցին հենց տեղամասի ներսում։ Այն պահին, երբ 9-1 ընտրատեղամասում քվեարկության է եկել ազգային ժողովի պատգամավոր Լևոն Սարգսյանը, լրագրողները փորձել են պարզել, թե ինչ է անում նա կենտրոն համայնքի ընտրատեղամասում, երբ ապրում է Արաբկիրում։ Ես 25 տեղ տուն ունեմ, որտեղ ուզեմ մտնելու եմ, ընտրելու եմ, ժամանակի Մարնե Խառատյանին նախապես ասել, որ 25 տեղ տուն ունի եւ ամենտեղ մտնելու է քվեարկի եւ ասում ենք դու գնա այստեղից, ասում է ես ընտրող եմ, ես չեմ գնալու բան այդպես։ Հետո սկսեց արդեն հայհոյանքները, ամենավերջին հայհոյանքները տվեց լրագրողներին, այդ թվում Գոհարին, հաղթանդամ տղամարդիկ հարձակվեցին ու քացով Գոհարին սկսեցին ծեծել, այստեղ, հենց այստեղ, ոստիկանները չէին խառնվում։ Լրագրողը դեպքի մասին հայտնել է ոստիկանություն, մինչդեռ Էրեբունու ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ ազգային ժողովի պատգամավոր Լևոն Սարգսյանի քվեարկության ժամանակ 4-րդ իշխանության լրագրողը հարձակվել է նրանց վրա եւ խուլիգանական հայհոյանքներ տվել, խախտելով հասարակական կարգը։ Հաղորդագրության կապակցությամբ Գոհար Վեզիրյանն ասում է, որ անելու է ամեն ինչ իրականությունը պարզելու համար։ Մենք էլ առհասարակ ոչինչից չենք վախենում, եթե իրանց թվում է, որ իրանց Հզիկության արդյունքում մենք կարող է տեղամասից վախենանք, փախնենք կամ հանրապետությունը լքեն, չարաչար սխալվում են։ Ընտրական ամբողջ գործընթացի ժամանակ նմանատիպ բազմաթիվ բռնության դեպքեր են եղել։ Մեկ այլ տեղամասում բռնության է ենթարկվել 168 ժամ թերթի լրագրող Արմինե Ավետյանը։ Մինչ ոստիկանները անտարբեր հետևել են այդ ամենին, լրագրողի ձեռքից խլել են լուսանկարչական սարքն ու սպառնացել հեռանալ տարածքից։ Հակառակ դեպքում ընդհանրապես չի կարողանա տուն գնալ։ Առավոտ օրաթերթի լրագրող Նելի Գրիգորյանին քաշքշել եւ հայհոյել է վստահված անձանցից մեկը։ Պահանջել չլուսանկարել, այնուհետև վերցրել լուսանկարչական սարքն ու դիմել փախուստի։ Խփեցին նաև Հայք օրաթերթի լրագրող Տաթև Մեսրոպյանի թևին, հետո Լյովա Սարգսյան վերցրեց իմ դիկտաֆոնը, խլեց հայհոյելով, խլեց իմ դիկտաֆոնը ու տարավ իր հետ։ Թերթ-AM-ի լրագրող Լիլիթ Թադևոսյանին քաշքշել ու հրել են, սպառնացել կոտրել ֆոտոխցիկը, եթե լուսանկարի լցոնումները։ Իսկ մեկ այլ վայրում հայկական ժամանակի լրագրողին հորդորել են հեռանալ տեղամասից, իրենց խոսքերով ասած, քանի դեռ վատ բան չի եղել։ Լրագրողների նկատմամբ կիրառված ոտնձգությունները դատապարտել են քաղաքական այն ուժերը, որոնք համոզված են, որ յուրաքանչյուր ընտրության ժամանակ նման դեպքերը կարծես դարձել են օրինաչափություն։ Ցավոք սրտի լրագրողները իսկապես դարձել են մասնագիտական գործունեություն ծավալող ամենախոցելի խավերից մեկը եւ սրա մեղավորը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, ովքեր նախկինում տեղի ունեցած որևէ բռնարարքի համարժեք իրավական գնահատական չտվեցին եւ որևէ մեկը համարժեք պատասխանատվություն չկրեց։ Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ 3 կատարվածը դատապարտել է նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, կոչ անելով համապատասխան մարմիններին իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեղավորներին բացահայտելու ուղղությամբ։ Մարինե Տերբինյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։